Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ը տեսակապի միջոցով զրուցելու է Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակից արվեստագետ Սասուն Քոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քոսյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ նույնպես։ Հետևում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, օրերս ահաբեկչության փորձ կանխվեց իրավապահների կողմից, որում ներգրավված էին ոչ միայն շարքային քաղաքացիներ, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներ, այլ նաև հոգևորականներ։ Ինչ դիտարկումներ ունեք այս process-ի շուրջ։ Իմ կարծիքով շատ պարզ մի բան է տեղի ունենում, 5-րդ շարժումը անցել է ակտիվ գործելավոճի եւ սա նորություն չէ, նրանք միշտ գործել են, բայց բազմաթիվ փորձերից հետո քաղաքական ճանապարհներով իրենց ազդեցությունն մեծացնելուց եւ այդ ամենը չհաջողվեց, նրանք որոշել են, ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում, այլ ձևերով հասնել հաջողության եւ սա է դրա արդյունքը, բարեբախտաբար կանխվել է, բայց բոլոր հայտարարություններից հետևում է, որ Ռուսաստանը դեռևս ժառանգագրված է, որ այս ուժերը հասնեն հաղթանակի եւ իշխանություն վերցնեն, քանի որ Հայաստանը հստակ վերցրել է այդ արտաքին քաղաքական ուղղությունը, Ռուսաստանի մենաշնորհը նվազեցնելու։ Դժվար է ասել, որ Հայաստանը գնում է միանշանակ դեպի արևմուտք, բայց նույնիսկ այդ հավասարակշռման քաղաքականությունը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, նույնիսկ դա մաղում է Ռուսաստանին այսպիսի քայլերի, որպեսզի ցույց տան դա, որպեսզի նույնիսկ այդ հավասարակշռման քաղաքականությունը դրել ունենա։ Իմ կարծիքով դա է, եւ ամեն ինչ անում է թելերով դեպի Ռուսաստան։ Նշեցիք Ռուսաստանից եկող հայտարարությունները, սրանց շարքին կարող ենք դասել նաև արտգործնախարար Լավրովի երեկվա հայտարարությունը, որով նշում էր, որ մտահոգիչ են հարձակումները եկեղեցու դեմ, եւ սա այն պարագայում, երբ վարչապետը բազմիցս բացատրել է, որ դրանք եկեղեցու դեմ հարձակումներ չեն, դրանք բանավեճ են այն եկեղեցականների հետ, ովքեր որ խախտում են կուսակրոնության ուխտը։ Այս ձևակերպումով հայտարարությունը Լավրովի ինչպես է գնահատում ու սա տեղավորվում է ձեր ասած տրամաբանության մեջ։ Այո, ես նաև հենց դա նկատի ունեի եւ մեր ագնան բավականին լավ կտրուկ հայտարարություն արեց։ Ես չեմ հիշում որևէ այլ դեպք վերջին տարիներին կամ նույնիսկ վերջին Հայաստանի անկախության տարիներին, որ որևէ արտաքին գործերի նախարար կամ նույնիսկ վարչապետ, նախագահ այդպիսի կտրուկ արտահայտություն ցույց տար Ռուսաստանի հասցեին։ Դա ինչ է նշանակում, որ մենք հասկացել ենք, թե դուք ինչ եք անում եւ մենք ամեն կերպ դեմ ենք լինելու դերում, ոչ մի կերպ ցույց չենք տալու։ Ես այդպես եմ մեկնաբանում Մարատ Միրզոյանի հայտարարությունը։ Լինելով դիվանագետ եւ հաշվի առնելով ինչ միջոցառման շրջանակներում էր, դա Եվրոպայի բարձր հանձնաժողովի նախագահի հետ միջոցառմանը այդպիսի հայտարարություն անելը ունի հստակ արտաքին քաղաքական, այսպես դիմադրության ուղերձ։ Եվ սա, եթե տնենք Մակրոնի հետ հայտարարության կողքին, երբ Մակրոնը նշում է, որ աջակցում է ժողովրդավարության ապակայունացման փորձերի կանխման քաղաքականությանը վարչապետի իշխանությունների կողմից, ինչպես կգնահատեք, երբ մի դեպքում Ռուսաստանն է անունով մեր ռազմավարական դաշնակիցը, բայց մենք աջակցման խոսքեր մեր ապակայունացման փորձերի դեմ ուղղված լսում ենք Մակրոնից օրինակ։ Մակրոնը շատ լավ հասկանում է ինչ է տեղի ունենում, որ սա որովին քաղաքացիական իշխանության միջամտությունը չէ եկեղեցական կյանքի, նա հասկացել է, որ սա պարզ արտաքին միջամտության ձև է, որ Հայաստանը դիմադրում է։ Եվ
դե մենք մանրամասները չգիտենք ինչ են զրուցել նրանք հեռախոսով Փաշինյանը եւ Մակրոնը, բայց նա չէր կարող առանց իմանալու, առանց հասկանալու ինչ է տեղի ունենում, այդպիսի աջակցություն հայտնել, քանի որ Ֆրանսիան եւ եվրոպական երկրները, ընդհանրապես Արևմուտքը շատ զգուշ են նման երևույթների դեպքում, երբ որ ինչ-որ բռնատիրական հակումներով գործողություններ են տեղի ունենում, նրանք համապատասխան հայտարարություններ անում են ուշտեշուտ կամ զգացնել են տալիս, որ նրանք չեն սատարում նման գործելակերպը, որովհետև դա պարզապես խորթ է եվրոպական արժեքներին։ Չասենք, որ նրանք իդեալական են բոլոր դեպքերում, բայց այսպիսի հստակ դիրքորոշում ցույց է տալիս, որ հասկանալի է Մակրոնի համար ինչ է իրականում տեղի ունենում։ Եվ ընդհանրապես, երբ որ վարչապետը սկսում է խոսել ուսակրոնի խախտումներից եւ այլն, դա շատ տարօրինակ անսովոր երևույթ է։ Դա պատրվակ է, դա ընդհանրապես պատրվակ է։ Այս 7 տարվա մեջ ինչու հանկարծ Փաշինյանը սկսեց խոսել եկեղեցական վարչության եկեղեցականների բարեվարկության մասին։ Եվ դա ընդհանրապես պատրվակ է, իրական պատճառը դա ռուսական արտաքին կոպիտ համբերության պատճառն է։ Եվ ամեն կերպ առայժմս մեր իշխանությունները ցույց են տվել, որ ամեն կերպ իմադրելու են դա եւ ցույց չեն տալու, որ դա տեղի ունենա։ Եվ ձերբակալությունները եւ վճռականությունը դա են ցույց տալիս։ Այսինքն Ռուսաստանը եկեղեցու միջոցով էր փորձում այդ արտաքին միջամտությունը անել։ Միանշանակ եկեղեցու օլիգարխիայի քաղաքական ընդդիմության, այսինքն նրանք Ռուսաստանը փորձում է օգտագործել ցանկացած լծակ իր գործակարգը առաջ մղելու համար։ Տարբեր բաներ փորձել են ժամանակի ընթացքում չի հաջողվել։ Նոյեմբերի 9-10 այդ նույն խմբավորումները փորձեցին մահափորձ, հետագայում 21 թվականին շատ բաներ փորձեցին, այդտեղ հստակ նկատելի էր Ռուսաստանի ռուսական ազդեցության անձանց եւ ուժերի դերակատարությունը շատ հստակ էր։ Ոչինչ չստացվեց եւ հիմա արդեն ավելի այսպես խորը ձևով եկեղեցու միջոցով են փորձում հասնել իրենց նպատակներին, որը ես չի ստացվելու։ Այսինքն ընտրել քիչ թե շատ չհեղինակազրկված կառույց կամ գործիչ, որովհետև դուք էլ նշեցիք տարբեր մեթոդների են դիմել, այստեղ պակաս չկա այն գործիչների, ովքեր որ իրենց ծառայություններն են կարելի ասել առաջարկել Ռուսաստանին, դրանք քաղաքական դաշտի նախկին նախագահները, ընդդիմադիր գործիչները խորհրդարանի, բայց հիմա օրինակ գործողվում է օլիգարխ Ռուսաստանից, հաջորդ քայլը եկեղեցին է, այսինքն Ռուսաստանը հասկացել է, որ իրենց նախկին սպասավորները այլևս վստահություն չունեն ու նոր մեթոդների է դիմում։ Հասկացել է եւ հաստատի այդպես է, որ նրանք ժողովրդի մեջ բավականաչափ աջակցություն չունեն եւ անկարող են այդ նույն նպատակներին հասնելը։ Եվ գործուղել են մի անձնավորություն իդեմս Սամվել Կարապետյանի, որ նախկին քաղաքականության մեջ չի եղել եւ ունի բարեգործական որոշակի համբավ եւ չնայած որ նա Հայաստանի քաղաքացի չէ, թվում է թե նա պետք է կարողանար նոր հայկական Իվանիշվիլու դերը կատարել, բայց ի պատիվ մեր իշխանությունները նրանք շատ արագ կարողացան դա կանխարգելել, հենց որ Սամվել Կարապետյանը հայտարարեց ինչ է ուզում անել, անմիջապես կարողացան կանխարգելել։ Դեռ պետք է դատական պրոցեսները գնան
չգիտենք ինչ կստացվի, ես մեծ հույսեր չեմ կապում մեր դատական համակարգի հետ, որ նրանք ինչպես նախկինում բազմաթիվ դեպքերում է եղել, չեն ձերբակալի հետո բաց թողնի, կտեսնենք ինչպես կընթանան այս բոլոր դատական գործերը, բայց առնվազն եկեղեցականների Բագրատ Գալստանյանի դեպքում փաստերը շատ մանրակշիռ են, որպեսզի նա կարողանա ազատվել։ Եվ կարելի է համարել, որ առայժմս այդ պլանը եկեղեցու կողմից այդ գործիքը եկեղեցին օգտագործել որպես գործիք եւ Հայաստանը ապակայունացնել եւ հասնել իշխանության փոփոխության, դա առայժմս խափանվել է։ Այս պահին դա խափանվել է։ Պարոն Քոսյան, դուք դրսում եք բնակվում, ես ամեն դեպքում կուզեի ձեր կարծիքը լսել, քանի որ տարբեր տեսակետներ են հնչում, թե այս ձայնագրությունները սարքված են, դա չի ուզեցել ասի, կպցրած են եւ այլն։ Ընդհանրապես կա դրսում էլ նաեւ ձեր շփումներում են գիտակցումը, որ իսկապես Հայաստանում փորձ է արվել ահաբեկչական տերորիստական մեթոդներով իշխանություն զավթել եւ այդ զավթողները ոչ ավել ոչ պակաս մեր եկեղեցու սպասավորներն են եղել։ Ցավոք սրտի դրսում գրեթե նույն բևեռացվածությունն է, որ եթե ընդդիմադիր ես, ուրեմն եկեղեցու կողմն ես, եթե ընդդիմադիր չես, ուրեմն համարում ես, որ իշխանությունն է, ճիշտ։ Այդ քաղաքական բևեռացված դիրքորոշումները թույլ չեն տալիս մարդկանց մեծ մասամբ, ոչ բոլոր դեպքերում, մեծ մասամբ թույլ չեն տալիս մարդկանց ձևավորել այսպես օբյեկտիվ կարծիք, որ այո, միգուցե ես իշխանությանը չեմ սիրում, բայց այնուամենայնիվ սա անընդունելի է։ Բռնի ուժով իշխանությունը տապալելու փորձերը, այն էլ եկեղեցու կողմից անընդունելի են։ Կամ այդ նույն կուսակրոնության հարցը, չգիտես ինչու, թե Հայաստան ներսում, թե դրսում, խնդիր չէ, որ բարձրաստիճան եկեղեցականները, կաթողիկոսը, եպիսկոպոսները կարող են ամբողջ կյանքում ապրել կեղծիքի մեջ, իրենց ուխտը դրժել, ոչ թե ակամայից, այլ գիտակցաբար եւ ընդհանրապես այդ կեղծիքը ներկայացնել որպես սովորական բան եւ երբեք չընդունել, որ դա նորմալ չէ։ Դու չես կարող եկեղեցին գնահատել եւ խնդիրներ չունենալ, որ այդպիսի երևույթներ կան։ Շատ քանի որ ամենից շատ քաղաքականացված է ընկալումները մարդկանց։ Նրանք կարծես թե մարդիկ չեն նկատում, որ դա խնդիր է, ինչ էլ որ լինի քո քաղաքական դիրքորոշումը, դա խնդիր է։ Եթե դու եկեղեցին սիրում ես, չես կարող հանդուրժել նման երևույթներ։ Այդ բևեռացվածության մի կողմում կարող ենք ասել, որ դաշնակցությունն է դրսում, որը տարիներ շարունակ հենց այդպիսի քաղաքականություն է ունեցել։ Դաշնակցությունը եւ այլ կառույցներ, սփյուռքյան այլ կառույցներ, որոնք առնչվում են դաշնակցության հետ, միանշանակ ունեն այդ տեսակետը։ Իսկ եթե նրանց ներսում կան այնուամենայնիվ ավելի հավասարակշռված տեսակետներ, դրանք թույլ չեն տրվում, որ արտահայտվեն։ Իրենց այդ կուսակցական կարգապահության մեխանիզմների միջոցով թույլ չեն տալիս, որ արտահայտվեն։ Պարոն Քոսյան, անելիքների առումով ինչ եք տեսնում, ինչ հնարավորություններ կան, փորձը կանխվել է իրավապահների կողմից, կալանավորված անձինք կան, այդ թվում 2 եկեղեցական, կալանավորված է նաև Սամվել Կարապետյանը, բայց տրամադրությունները կարծես Հայաստանում չեն մարում։ Դուք ինչ մեթոդներ եք տեսնում։ 1 տարուց պակաս ժամանակ է մնացել ընտրություններին, արդյոք հնարավոր կլինի բալանսի բերել դաշտը։ Ես կարծում եմ պետք է վերջապես հայտարարել վարչապետի կողմից
քանի որ ուրիշ իշխանական պատգամավորներ եւ այլ գործիչներ արդեն իսկ հայտարարել են, որ սա բնավ կուսակրոնության հարցը չէ, բոլորովին այլ հարց է, սա արտաքին միջամտության հարց է, որ Հայաստանի իշխանությունը դիմակայում է, որ եկեղեցականները եկեղեցին դարձրել են 5-րդ շարաշրջան եւ կատարում են Ռուսաստանի ցանկությունները։ Միգուցե նրանք իսկապես դա են տեսնում, որ դա է փրկությունը, չնայած շատ կասկածելի է Ռուսաստանի դավաճանությունների ֆոնին, ինչպես կարող է նա հանկարծ փրկություն հանդիսանալ, բայց պետք է Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի, որ իր արշավը մի քանի եկեղեցականների հանդեպ պայմանավորված է հենց այդ արտաքին ուժերի գործիք դառնալով, որ եկեղեցին դարձել է գործիք իր սեփական պետության դեմ, եւ դա է պատճառը, այլ ոչ թե տեղի ունենում վարչապետի կողմից եկեղեցական գործերի մեջ խառնվելու ինչ որ դեռևս շատերը հենց այդպես են ընկալում ցավոք սրտի, ասենք շարքային մարդիկ այդպես են ընկալում եւ դա մենք գիտենք, որ ճշմարտությունը դա չէ եւ պետք է վարչապետը գտնի ձև հայտարարել, թե որն է իրական պատճառը այս ամեն ինչի։ Իսկ ինչքան խորը կլինի Ռուսաստանի դիմադրությունը ձեր կարծիքով։ Հիմա Ռուսաստանը իր վերջին տարիների, վերջին մի քանի տասնամյակի ամենաթույլ վիճակում է գտնվում։ Հիմա է ժամանակը մեր ինքնիշխանությունը ամրապնդելու եւ ես կարծում եմ, որ դա արդարացված է։ Այսօրվա Երևան ժամանակով երեկվա հայտարարությունը Արարատ Միրզոյանի հուսադրող է, որ մենք ավելի ամբռնազբոս ձևով կարող ենք հայտարարել մեր քաղաքականությունը, որ մենք չենք հանդուրժի Ռուսաստանի միջամտությունը մեր ներքին գործերին եւ այս եկեղեցու եկեղեցականների գործունեությունը հենց դրա մաս է կազմում եւ մենք չենք հանդուրժելու ոչ մի կերպ եւ որպեսզի ժողովրդի համար պարզ լինի ինչ եւ չլինեն ինչ որ աբսուրդ մեղադրանքներ, թե գնաց Թուրքիա Փաշինյանը եկել է փորձում է թուրքական չգիտեմ ինչ բացել։ Այդպիսի տեսակետները շատ տարածված են ցավոք սրտի եւ ոչ մի կերպ օգտակար չեն պետության համար, որ այդպիսի տեսակետներ չասենք գոյություն ունենան, միևնույն է, ինչը որ անես աբսուրդ տեսակետներ լինեն, բայց որ բավական մեծ թվով մարդիկ հավատում են դրան, դա մեծ խնդիր է մեզ համար։ Քանի որ ավելի պարզ բացատրություն չեն տեսնում, նրանք ստիպված ինչ որ բացատրություն պետք է գտնեն իրենց խում, պետք է իրենց բացատրեն, թե ինչ է կատարում, եւ դա բացատրություններից մեկն է, որը կեղծ է բնականաբար, բայց մարդիկ հավատում են։ Ինչու, որովհետև խաղաղություն չեն ուզում, Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ չեն ուզում, ժամանակը չէ արդյոք այդ իհարկե ոչ մոռանալու ճանապարհով, բայց գոնե առաջ շարժվելու, որոշակի օգուտներ քաղելու, այսինքն որ Հայաստանն այսօր շրջափակման մեջ է երկու հարևանների կողմից, փակ սահմաններ են, դա ինչ է տալիս օրինակ այդ մարդկանց ձեր կարծիքով։ Ուզում եմ հասկանալ իսկապես չկա այդ գիտակցումը, թե ավելի ձեռնտու է, որ Հայաստանը լինի խեղճ, թույլ, ռուսական ազդեցության տակ, կարճած ինչ-որ ուժերից, ինչ եք կարծում։ Ես ինչքան որ զրուցել եմ եւ փորձել հասկանալ ինչու է մարդիկ այդպես, մեծ դեր է խաղում մի տեսակ հոգեբանական վախը, որ անընդհատ ներշնչվում է, ժողովրդի մեջ, որ այդ սահմանները բացվեն, կարող է, ասենք, գիշերը սահմանները բացվեն, առավոտյան վեր կենանք եւ մեզ գտնենք թրքացված։ Ինչ որ շատ տարօրինակ
բախեր կան, որ սահմանները բացելու դեպքում մենք մեր ինքնությունը կորցնելու ենք։ Թե ինչպես չեն խորանում, թե ինչպես, այսինքն մեր ինքնությունը մեզանից է կախված։ Որևէ երկրի հետ առևտուր անելիս, սահմանները բացելիս, մենք ենք որոշում, որն է լինում մեր ինքնությունը։ Առևտուր անելը ինքնության վրա չպետք է ազդի, չէ՞։ Մարդիկ հավատում են, որ այդ պետք է լինելու, որ ճանապարհը բացեցիր, թուրքերը լցվելու են եւ իրեն Հայաստան։ Բայց նրանք չեն փորձում տեսնել այլ երկրների պատմությունը եւ շատ ժամանակակից պատմությունը։ Օրինակ Հունաստանը թշնամական հարաբերություններ են, բայց նաեւ կան առևտրական հարաբերություններ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Նրանք էլ նույն պատմության միջով են անցել։ Նմանատիպ խնդիրներ ունեն այսօր, ցեղասպանության չճանաչում եւ այլն։ Եվ մի քանի տարի առաջ շատ մոտ էին պատերազմի, բայց պատերազմը տեղի չունեցավ բարեբախտաբար, բայց կարող է դա նորից կրկնվել։ Այնուամենայնիվ նրանք չեն Հունաստանը չի դառնում ինչ-որ մի պետության վասալը, որպեսզի Թուրքիայից պաշտպանվի։ Այնուամենայնիվ նա ունի երկկողմ հարաբերություններ Թուրքիայի հետ։ Կամ հեռու չգնանք, մեր հարևան Վրաստանը։ Այսինքն, եթե Թուրքիան պետք է իրեն գիշատիչի նման պահի եւ փոքր հարևաններին ամեն հնարավորության դեպքում ոչնչացնի, իսկ ինչու Վրաստանը չի ոչնչացնում, այնտեղ էլ դա էլ քրիստոնյա ազգ է եւ մուսուլման չեն, դա ոչնչացնեն, ինչու չեն ոչնչացնում։ Եվ այդ փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան կարող է նորմալ հարաբերություններ ունենալ եւ ես Վրաստանում տեսա մի հուշարձան միջին դարերում ինչպես են պատերազմել վրացիները եւ հաղթել թուրքերին, ինչ որ ճակատամարտում եւ այնտեղ ոչ մի անգլերեն գրություն չկա, ամբողջ վրացերեն է։ Դա իրենց քաղաքականությունն է թուրքերին չնեղացնելու, որ մենք մեր պատմությունը չենք մոռանում, բայց նաև հաշվի ենք առնում ներկա իրողությունները։ Թուրքիայի հետ մենք ունենք լավ հարաբերություններ եւ չենք պատրաստվում դա փչացնել, միևնույն ժամանակ չենք մոռանում մեր պատմությունը։ Դա էլ է ձև։ Հիմա Հայաստանը ձև կգտնի, դա մեր որոշելն է, բայց ինչ որ ձև պետք է գտնեն։ Այլապես մենք ունենք շատ անհուսալի դավաճան դաշնակից, որն դժվար է արդեն դաշնակից պատելը ու նորից այդ բոլոր դավաճանություններից հետո նորից գնալ այդ կախվածության մեջ դա շատ վտանգավոր եւ իրացիոնալ ճանապարհ է։ Ես ընտրությունների մասին խոսեցի, ոչ մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել, ձեր կարծիքով այդ արտաքին քաղաքական տեղաշարժերը ինչքանով կօգնեն իշխող քաղաքական ուժին վարչապետին, եթե օրինակ իսկապես կնքվի խաղաղության պայմանագիրը, եթե օրինակ Թուրքիայի հետ հնարավոր լինի մեկ քայլ առաջ կատարել հարաբերությունների հաստատման իմաստով, սա կօգնի ձեր կարծիքով ամրապնդել դիրքերը 26 թվականին։ Կարծում եմ խաղաղության պայմանագիրը, եթե ստորագրվի այնպես ինչպես կա, դա կօգնի, բայց կարծում եմ Ադրբեջանը կօգտագործի այդ փաստարկը, որպեսզի ապակայունացնի Հայաստանը, երբ որ մոտենա ընտրություններին, այսինքն հիմա երբ որ մոտենում ընտրություններին, նախինում ենք տեսել, որ պետք է օգտագործի իր ձեռքի տակ եղած գործիքակազմը Ռուսաստանի հետ միաժամանակ եւ ապակայունացնի Հայաստանում ներքին քաղաքական վիճակը։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար ամենալավ ելքը դա է ապակայունացնել եւ իրենց ռուսական ուժերին դերել իշխանության։ Այնպես որ ես կդժվարանա է ասել, որ Ադրբեջանը կգնա պայմանագրի ստորագրմանը, եթե այդ ճնշումներ չլինեն մինչև ընտրությունները։
Ամփոփելով պարոն Քոսյան, ձեր կարծիքով էապես կտարբերվի հաջորդ խորհրդարանը այն ինչ որ մենք հիմա ունենք։ Օրինակ որ բացահայտվեց ահաբեկչության փորձ եւ հիմա այդ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը պաշտպանում են օրինակ Բագրատ Սրբազանին, կալանավորվածներին, չգիտեմ, սա դաշտ կբացի ավելի առողջ, ավելի եվրոպական արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի համար, որ մենք հաջորդ խորհրդարանում ոչ թե ամբողջ օրը լսենք իրար անվանարկելու այսպես հայտարարություններ, այլ բովանդակային քննարկում, Հայաստանը այլ ավելի զարգացնելուն ուղղված քայլեր, հայտարարություններ, ինչ եք կարծում։ Ես իհարկե մենք բոլորս կցանկանայինք, որ այդպիսի բան տեղի ունենար, բայց հուսադրող քիչ բաներ կան, Գյումրի ընտրությունները ցույց տվեցին, որ այդ նոր ուժերը դեռևս չունեն այն կշիռը, որպեսզի մենք քաղաքական դաշտում տեսնենք այդպիսի փոփոխություն։ Ինչ տեղ ունեցավ, հին ուժերը ինչ որ վերաբրենդավորեցին եւ հաղթեցին եւ ցավոք սրտի դա երևի ամենահնարավոր տարբերակներից մեկն է, որ կարող է տեղ ունենալ, որ քաղաքացիական պայմանագիրը կարող է պարտվել եւ դառնալ փոքրամասնություն ազգային ժողովում եւ կարող են հաղթել հին, բայց նոր ձևով բրենդավորված ուժեր։ Իրար միանալով, Գյումրու տարբերակով։ Իրար միանալով եւ առաջ քաշելով նոր դեմք, բայց ոչ շատ նոր։ Դե օրինակ, եթե Սամվել Կարապետյանին հաջողվի ինչ-որ ձևով ղեկավարել կամ ազդեցություն ունենալ, նա առաջ կքաշի նոր դեմք, ինչ-որ իր կողմնակիցներից որևէ մեկի նոր դեմք, որը Սերժ Սարգսյանը չէ, Ռոբերտ Քոչարյանը չէ, նրանց ուժերը ներկայացնող դեմք չէ, բայց նրանցից հեռու չեն։ Եվ այդ բոլոր ուժերը կարող են միավորվել եւ ունենալ նոր տեխնացու, օրինակ կարող է լինել ինչ-որ մեկ այլ բարերար։ Այսպես կոչված բարերար, որը դեռևս չի քաղաքականության մեջ չի եղել եւ չի կեղտոտվել, այսպես կոպիտ ասած, եւ որոշակի ժամանակ կարող են խաբել ժողովրդին, որ սա նոր դեմք է, եկել է ձեզ փրկելու եւ այլն եւ տանեն այդ մաքուր պրոռուսական գիծը։ Երրորդ փորձը կլինի փաստորեն Ռուսաստանի Ռուբեն Վարդանյանից եւ Սամվել Կարապետյանից հետո։ Եթե այդպես լինի։ Երրորդը երկրորդ չգիտեմ, ես այնուամենայնիվ չեմ կարծում, որ Ռուբեն Վարդանյանը ուղղորդված էր։ Ես կարծում եմ նա բոլորովին ինքնուրույն արեց այն ամենը, ինչ որ արեց։ Բնականաբար ինքը ռուսական կողմնորոշում ուներ, բայց չեմ կարծում, որ նա գործուղված էր։ Այն կարծիքն է։ Շատ լավ, պարոն Քոսյան, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակից արվեստագետ Սասուն Քոսյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։